Գնդակով կլինեն Սելտայի ֆուտբոլիստները։ Պապյան, Սենեքերիմյան, օխանցում դեպի պաշտպանության Աջիեզար, կենտրոնով խաղարկեցին Սելտայի ֆուտբոլիստները, Պապյան, բայց այստեղից դուրս է պետք բերել գնդակը, Սելտան գնդակով է, անցել են գրոյիմա, Սելտայի ֆուտբոլիստները, օխանցում Սարգսյանին ձախ եզար և Արտաշես Թովմասյանը հաջող գործեց, Թոփալ Քարաջյան, գնդակը կրկին, Ռեալի ֆուտբոլիստների մոտ է Պողոսյան, Շեկոյան, խորքից փոխանցում, Շեկոյանի փոխանցումը չհասավ նպատակին, Սելտայի խաղացողներն են գնդակով, Սարգսյան հետևեց հարված և ազատ հարված Ռեալի դարպասից։ Ավարտվել է հիմնական ժամանակը մեզ մոտ, մրցավարը ավելացրել է 3 րոպե, դրանցից մեկն էլ արդեն ավարտվում է։ Սելտան խլում է գնդակը, Սենեքերիմյան, Ղարիբյանն է հաջող գործում, պաշտպանության գծում և Շեկոյան, արդեն Շեկոյանն է վերցրել գնդակը, միայնակ շարժում է առաջ, Ռեալ անցել է հակագրոյի, մնում է գնդակը Ռեալի խաղացողների մոտ, Պողոսյան, եզրային նետումը Սելտայի ֆուտբոլիստներին է, եթե շտապեն միգուցե հաջողվի խաղակեսի ավարտին մոտ խփել երկրորդ գնդակը, Ռեալը խլում է, Ղարիբյանը ուժեղ հարվածով հեռացնում է գնդակը եզրից, առայժմ այսպիսի իրադարձություններ մեզ մոտ և մրցավարը ազդարարում է առաջին կեսի ավարտը 1-1 Սելտա Ռեալ Մադրիդ խաղում։
Վերադարձանք հարգելի ֆուտբոլասերներ հետևելու ԱՄՖԿ մրցաշարի Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչի Celta Real Madrid պատասխան հանդիպման երկրորդ խաղակեսին առաջին կեսից հետո մեզ մոտ հաշիվը հավասար է 1-1 հաշիվը հավասար է նաև ընդհանուր դիմակայությունում առաջին խաղը ավարտվել է 4-4 հաշվով Celta-ի ֆուտբոլիստները գնդակով են առաջին խաղակեսի մասին եթե խոսենք, ապա հիմնականում անցավ հավասար պայքարում, այնպես որ արձանագրված հաշիվը առաջին կեսից հետո օրինաչափ է։ Տեսնենք, թիմերը իհարկե երկրորդ խաղակեսում արդեն պետք է պայքարեն հաղթանակի համար, այս պահին ամեն առումով հավասարություն է եւ անհրաժեշտ է այս պահին առնվազն 1 գնդակ եւ Ռեալի եւ Celta-ի ֆուտբոլիստների կատարմամբ։ Ռեալը վերցրել է գնդակը փոխանցում պաշտպանության կենտրոն Շեկոյանի ուղղությամբ։ Շեկոյան երկար փոխանցում առաջ։ Celta-ն գնդակը անում է եզրից։ Լուկյանչիկ Ոչինչ չկար Լուկյանչիկի հետ պայքարում եւ մրցավարը ցույց է տալիս, որ ազատ հարված է Celta-ի դարպասից։ Բոքսյանը խաղարկում է պաշտպանության գծի հետ։ Հիշեցնեմ, որ առաջին կեսում Celta-ի կազմում վնասվածք է ստացել թիմի ավագը Արման Պալջյանը։ Նա թողեց խաղադաշտը եւ առայժմ կարծես չի կարողանում շարունակել հանդիպումը։ Առանց նրա խաղանկերները հիմա փորձելու են նվաճել մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգիրը։ Սխալ էր նետումը եւ Ռեալի ֆուտբոլիստները հիմա կիրասնեն եզրային նետում, Ղարիբյանն է վերցնում գնդակը։ Ընտրում է ազատ խաղանկերների կենտրոն Լուկյանչիկի ուղղությամբ, հեռացնում են գնդակը Celta-ի խաղացողները, նորից Ղարիբյան, Սենեքերիմյան, Celta-ն անցնում է գրոհի։ Եզրից նետելու են Celta-ի ֆուտբոլիստները ցույց է տալիս մրցավարը։ Սենեքերիմյանն է իրացնում նետումը։ Պապյան Սխալվում են հիմա Celta-ի ֆուտբոլիստները։ Լուկյանչիկը փորձում էր գեղեցիկ խաղալ, բայց չստացվեց, Celta-ն խլում է գնդակը։ Բոքսյան, Սենեքերիմյան։ Լավ փոխանցում է դեպի կենտրոն, ուր է հարվածը, կա հարվածը, բայց ուղիղ դեպի Արտաշես Թովմասյանը։ Թովմասյանը հիմա ուժեղ հարվածով նորից գնդակն ուղարկում է առաջ։ Լուկյանչիկի հույսով ազատ հարված Celta-ի դարպասից։ Իսկային էր ինչ-որ տեղ այս փոխանցումը Բոքսյանի, քանի որ ցանկացած պահի Լուկյանչիկը կարող է խլել ինչպես հիմա եւ Լուկյանչիկի հարվածը տեսանք շեղեր նորից ազատ հարված Celta-ի դարպասից։ Նորից Հայկ Բոքսյանն է վերցրել գնդակը։ Ցույց է տալիս, որ ուղղությամբ է հիմա հետևելու խորքից փոխանցումը։ Երկար փոխանցում առաջ։ Ղարիբյանն է նորից գնդակով։ Թոփալ Քարաջյան, անցնում է Թոփալ Քարաջյանը մրցակցի ֆուտբոլիստին։ Երկրորդին անցնել հնարավոր չէր, բայց եզրային նետումը Ռեալի խաղացողներինն է։ Թոփալ Քարաջյանը անմիջապես ուղարկում է գնդակը Ղարիբյանի ուղղությամբ։ Ղարիբյանի հարվածը եւ Բոքսյանը կարողանում է վերցնել գնդակը, իհարկե սա չեմ կարծում, որ հարված էր Ղարիբյանի կատարմամբ, չեմ էլ բացառում, բայց ավելի հակված եմ այն կարծիքին, որ սա փոխանցում էր Լուկյանչիկի ուղղությամբ, իսկ հիմա սխալվում են Ռեալի ֆուտբոլիստները։ Բոքսյանը փորձում էր ուղարկել գնդակը մրցակցի դարպասը, չստացվեց եւ ազատ հարված Ռեալի դարպասից։ Արտաշես Թովմասյանը բերում է գնդակը։ Արկել են Ռեալի ֆուտբոլիստները Շեկոյանի փոխանցումը դեպի Աջեզր։
Մխիթարյանը չկարողացավ ճիշտ փոխանցում կատարել Լուկյանչիկին, Սելտայի խաղացողները իրացնում են եզրային նետում։ Սարգսյան խլում է գնդակը Ռեալը, վերադարձնում է գնդակը Սելտան, բայց եզրից նորից նետում է Ռեալը, այսպես առայժմ այսպիսի խառնաշփոթ իրավիճակ մեզ մոտ։ Պողոսյանն է պատրաստում եզրային նետման եւ Պալջյանը վերադարձավ խաղադաշտ, փաստորեն կկարողանա շարունակել խաղը։ Թոփալ Քարաջյան, Ռեալի խաղացողները գնդակով են։ Բոքսյան հանգիստ վերցնում է գնդակը դարպասապահ Բոքսյանը, անմիջապես նետում է խաղի մեջ։ Շեկոյանն է ուշադիր։ Սարգսյանը խախտել է կանոնները Շեկոյանի հետ պայքարում, Ռեալը իրացնում է տուգանային հարվածը, Շեկոյանը գնդակի մոտ է, Լուկյանչիկն է այնտեղ միայնակ արջևի գծում։ Շեկոյան, բարձից փոխանցում Լուկյանչիկի ուղղությամբ Բոքսյանը հաջող է գործում։ Խլել են գնդակը Սելտայի խաղացողները, Սարգսյան փոխանցում ձախ եզր ուժեղ էր։ Առայժմ այսպես երկու թիմերի կատարմամբ ինչ-որ տեղ ախուռն ֆուտբոլ ենք տեսնում։ Սա իհարկե նաև այն պատճառը, որ թիմերը աստիճանաբար սկսելու են շտապել։ Ճիշտ է, դեռ հաշիվը հավասար է, բայց թիմերը սկսելու են շտապել, որպեսզի փորձեն հաղթանակ կորզել այսօրվա խաղում։ Սելտան իրացնում է եզրային նետում։ Դեռ չեն շտապում, երևի թե վնասվածքի պատճառով, բայց ամեն ինչ կարգին է Սարգսյանի հետ։ Սարգսյանը կկարողանա շարունակել հանդիպումը։ Հիմա տեսնենք ինչ է որոշում մրցարարը, այստեղ մի փոքր անհասկանալի իրավիճակ է։ Եզրից նետեցին Սելտայի ֆուտբոլիստները, իսկ Ռեալը վերադարձնում է գնդակը մրցակցին, այսպես հիմա արդեն հասկացան միմյանց, ինչպես ասում են երկու թիմերի խաղացողները, Սելտայի ֆուտբոլիստները գնդակով են։ Մխիթարյանը կանգնեց փոխանցման ճանապարհին, բայց Սելտան նորից նետում է գնդակը եզրից, առաջին կեսը համաձայնեք ավելի հետաքրքիր էր։ Երկրորդ կեսում այո զգացվում է թիմերի շտապողականությունը, զգուշավորությունը։ Դա իհարկե հասկանալի է, դա բացատրելի է, որովհետև սա Չեմպիոնների լիգայի խաղաղության 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումն է, խաղասեղանին դրված է քառորդ եզրափակիչի ուղեգիրը։ Հետևաբար յուրաքանչյուր ռիսկ, յուրաքանչյուր սխալ գործողություն կարող է արժենալ այս մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգիր։ Հետևաբար այս զգուշավորությունը միանշանակ հասկանալի է։ Ռեալի ֆուտբոլիստները ստացել են տուգանային հարվածի իրավունք։ Շեկոյանը գնդակի մոտ է, իրացնում է տուգանային հարվածը։ Երկար փոխանցում առաջ։ Եզրից նետելու են նորից Ռեալի խաղացողները։ Մխիթարյանն է վերցրել գնդակը։ Լուկյանչիկ, հարված ու պաշտպանը շատ ուշադիր էր։ Ոչինչ չէր խանգարում հիմա Լուկյանչիկին դառնալ գոլի հեղինակ, բացի Սելտայի պաշտպանից։ Արիբյանն է վերցրել գնդակը։ Իրացվել է նետումը։ Արիբյան ուժեղ հարված եւ եզրից նետելու են Սելտայի խաղացողները։
Շարունակենք հետևել հանդիպման ընթացքին, մրցավար դիտում էր կրկնապատկերը, որպեսզի հասկանար կար արդյոք Տուգանային հարված թե ոչ, ամեն ինչ կարգին է, մաքուր է եւ Սելտայի խաղացողները հիմա իրացնում են ազատ հարվածը, Ղարիբյան նորից նայր գնդակով, Սելտայի խաղացողներն են, Պողոսյանն առայժմ գնդակով է, Ղարիբյան, Լուկյանչիկն է եկել պաշտպաններին օգնության, նորից Պողոսյան։ Սելտան է խլել գնդակը, ուժեղ փոխանցում Բոքսյանի ուղղությամբ, շատ ուժեղ էր և ազատ հարված Ռեալի դարպասից, Թովմասյանը պատրաստվում է գնդակը մտցնել խաղի մեջ, առայժմ հաշիվը հավասար է, հիշեցնեմ 1-1, սա ԱՄՖԿ մրցաշարի Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումն է Սելտայի և Մադրիդի Ռեալի միջև, հիշեցնեմ, որ առաջին խաղում էլ այս թիմերի միջև գրանցվել էր ոչ ոքի 4-4 հաշվով։ Ռեալի խաղացողները գնդակով են, բարձրից փոխանցում Լուկյանչիկ և գնդակը հայտնվում է դարպասում։ Ռեալը առաջ է անցնում հաշվի մեջ, անկյունայինի խաղարկումը հաջող էր Ռեալի ֆուտբոլիստների համար և Դմիտրի Լուկյանչիկը դարձավ շատ կարևոր գոլի հեղինակ Ռեալի համար, 2-1 առայժմ Ռեալի օգտին։ Բալջան, Ռեալը կրկին գնդակով է, Շեկոյան, փոխանցում առաջ, չհասավ գնդակին Լուկյանչիկը, բայց զարմանալիորեն պասիվ էին Սելտայի պաշտպանները, ճիշտ է հիմա գնդակ վերադարձրեցին, Սենեկ Երիմյան, Պալջան, փոխանցում Զաղիեզար, Սարգսյան, նորից Պալջան, դիրքը հարվածային է, ինչու չհարվածել, Պալջանը լավ հնարավորություն հիմա կորցրեց Սենեկ Երիմյան, նորից գնդակով, Սելտայի խաղացողներն էին և գնդակը մնում է Սելտայի ֆուտբոլիստների մոտ, եզրից են նրանք նետում, Սենեկ Երիմյանն է պատրաստում եզրային նետմանը, Բոքսյանն է պատրաստ այդ փոխանցման, այդ նետմանը, ընդունեց գնդակը Բոքսյանը, պայքար գնդակի համար, Պալջան հարված և անկյունային իրավունք է ստանում Սելտան, անդրադարձ կար Ռեալի ֆուտբոլիստից և Սելտան դեռ պետք է խաղարկի, Սուլիչով է պետք խաղարկել, պետք է մրցավարի թույլտվությունը, Սարգսյան, բարձրից փոխանցում, Սենեկ Երիմյան, Սելտայի խաղացողները դեռ մրցակցի Տուգանային հրապարակի մատույցներում են, եզրից նետելու են Սելտայի ֆուտբոլիստները նորից, Շեկոյանը կարծես վնասվածք է ստացել Ռեալի կազմում, Հուսանգ լուրջ չէ, առայժմ խոտածածկին է Շեկոյանը, կկանգնի կարծում եմ այնտեղ ուղղակի բախում կար մրցակցի ֆուտբոլիստի հետ, խաղային դրվագում ամեն ինչ կարգին է, Շեկոյանը ոտքի վրա է, Սելտան պատրաստ է եզրային նետման, Պալջանն է վերցնում գնդակը, բարձրից փոխանցում ուժեղ էր և ազատ հարված Արտաշես Թովմասյանի
պաշտպանած դարպասից հիմա։ Ռեալը նորից գնդակով է Լուկյանչիկ։ Մնաց գնդակով Լուկյանչիկը, փոխանցում հետևեց, Սելտայի պաշտպանները հեռացրեցին գնդակը, Պալջան։ Ռեալը վերադարձնում է գնդակը։ Կրկին Սելտա։ Երկար փոխանցում ձախ եզր, Սենեքերիմյանը չկարողացավ պահել գնդակը իր մոտ։ Եզրից նետում են Ռեալի խաղացողները, Ղարիբյան, փոխանցում կենտրոն։ Պայքար գնդակի համար և կանոնների խախտում։ Ուգանային հարվածք իրացնեն Սելտայի խաղացողները, նորից նայենք ժամացույցին 42-րդ րոպեն է ընթացքի մեջ, 8 րոպեից մի փոքր ավելի մինչև հանդիպման հիմնական ժամանակի ավարտը, հիշեցնեմ, որ սա ԱՄՖ մրցաշարի Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումն է Սելտայի և Մադրիդի Ռեալի միջև, թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է ոչ ոքի 4-4 հաշվով, իսկ այս խաղում առայժմ Ռեալը հաղթում է 2-1 հաշվով։ Թովմասյանն անմիջապես մտցնում է գնդակը խաղի մեջ, Թոփալ Քարաջյան և կանոնների խախտում։ Ուգանային հարվածի իրավունք է ստանում Ռեալը։ Յոթ րոպեից մի փոքր ավելի արդեն։ 7 րոպեից մի փոքր ավելի մինչև հիմնական ժամանակի ավարտը։ Առայժմ 2-1 Մադրիդի Ռեալի օգտին։ Երկու դեպքում էլ իդեպ Ռեալի կազմում աչքի է ընկել Դմիտրի Լուկյանչիկը, դուբլի հեղինակ է դարձել Ռեալի լեգիոները և այս պայծրությամբ բավական լավ արդյունք է ապահովում մարքայական ակումբի համար։ Մադրիդի Ռեալը լուրջ հայտ է ներկայացնում քառորդ եզրափակիչ դուրս գալու համար։ Ամեն ինչ կարգին է, ճիշտ է, փոփոխություն հիմա Ռեալի կազմում, բայց ամեն դեպքում Թոփալ Քարաջյանը, ոչ, փոփոխություն չկա, Թոփալ Քարաջյանը մնում է խաղադաշտում, Ռեալը իրացնում է ուգանային հարված։ Արթուր Ղարիբյանն է նորից գնդակի մոտ։ Ղարիբյան, Շեկոյան, երկար փոխանցում առաջ և ազատ հարված հիմա Սելտայի դարպասից Բոքսյանը կշտապի գնդակը խաղի մեջ մտցնել։ Սելտային անհրաժեշտ է երկրորդ գնդակը, առավել քան անհրաժեշտ է, որպեսզի Սելտան խփի երկրորդ գնդակը։ Գնդակով Սելտայի խաղացողներն են։ Ձախ եզրով առաջ են շարժում, Լուկյանչիկը չկարողացավ խանգարել, բայց Թոփալ Քարաջյանը խլեց գնդակը, հանեց եզրից, եզրային նետման իրավունք ստացել են Սելտայի ֆուտբոլիստները, փոխանցում ետ։ Ղարիբյանն է նորից բավական վստահ պաշտպանության կենտրոնում, թիմի ավագը նորից հաջող հանդիպում է անցկացնում, առհասարակ այս մրցաշարի ընթացքում Ղարիբյանը աչքի է ընկել այդպիսի խաղով, այդպիսի վստահությամբ, այսօր էլ բացառություն չէ։ Սենեքերիմյան, Սելտայի խաղացողներն են գնդակով, Պալջան, ուշացնում են անընդհատ հարվածը Սելտայի խաղացողները, Ղարիբյանը ընդունեց իր վրա այս հարվածը, Սելտան շարունակում է պահել գնդակը իր մոտ։ Թոփալ Քարաջյանն էր շատ ուշադիր, հիմա էլ կարողացավ օգտվել մրցակցի սխալ կասեցումից և հեռացնել գնդակը եզրից, Բոքսյան, Սելտայի խաղացողները աստիճանաբար ավելի սկսում են շտապել։ Փոխանցում կենտրոն, Պալջան, նորից Սելտան է գնդակով։ Հարվածի հնարավորություն են փնտրում Սելտայի խաղացողները, Շեկոյան, առաջ է շարժում Շեկոյանը միայնակ, Սենեքերիմյանն է փորձում խանգարել, Շեկոյան, Լուկյանչիկին էր նկատել, բայց փոխանցումը թույլ էր, իսկ հիմա պետք է նահանջել, Սելտայի մոտ է գնդակը։
Առաջ են շարժում Սելտայի ֆուտբոլիստները եւ եզրից նետում է Ռեալը բավական պարզ իրավիճակում գնդակը կորցրեցին Սելտայի խաղացողները։ Շեկոյան փոխանցում կենտրոն գեղեցիկ էր Մխիթարյանը շարունակում է Ռեալի գրոհը, իսկ Լուկյանչիկին գնդակը չհասավ պաշտպանության գծում նորից ուշադիր են Սելտայի խաղացողները։ Մխիթարյանը նետում է գնդակը Ղարիբյանի ուղղությամբ, Ղարիբյանը շարունակում է մնալ պայքարի մեջ։ Մարցից փոխանցում նորից Լուկյանչիկին են ընտրում, բայց եզրից նետում է Սելտան։ Ստիճանաբար ավարտին է մոտենում հանդիպումը, Սելտայի խաղացողները պետք է իմաստապեն։ Պալջան, առաջ է շարժում Պալջանը, Թոփալ Քարաջյանն է փորձում խանգարել Պալջանին։ Գտավ տարբերակ Պալջանը աջեզրում։ Հիմա հնարավորություն կա Սելտայի համար Սարգսյան, Շեկոյանն է անձնուրաց խաղում, փակեց հարվածը։ Բոքսյան Բարձրից փոխանցում, Թովմասյան, եզրից նետում է Սելտան, բայց մոտեցավ մրցակցի տուգանային հրապարակին։ 48-րդ րոպեն մեզ մոտ արդեն ընթացքի մեջ է, 2 րոպեից մի փոքր ավելի մինչև հիմնական ժամանակի ավարտ այս հանդիպման, Սելտայի խաղացողները անցել են գրոհի, փոխանցում ետ եւ տուգանային հարված։ Սելտան իրացնելու է տուգանային հարված։ Լավ հնարավորություն կա։ Հիմա Սելտայի խաղացողների համար հաշիվ հավասարեցնելու Պալջանն է պատրաստվում իրացնել տուգանային հարվածը, Ռեալի ֆուտբոլիստները հիմա պատ կկազմեն։ Ուշադրությունը Ռեալի դարպասին, սա շատ լավ հնարավորություն է Սելտայի ֆուտբոլիստների համար։ Պատ են կազմել երկու ֆուտբոլիստներ Ռեալի կազմում, հագեցած է Ռեալի տուգանային հրապարակը։ Պալջանն էլ պատրաստ է իրացնել տուգանայինը։ Ուշադրություն, շատ կարևոր պահ է այս հանդիպման համար։ Սելտան իրավունք է ստացել տուգանային հարվածի, Պալջան փոխանցում, չստացվեց հարվածը Սարգսյանի, վատ չէին մտածել հիմա Սելտայի ֆուտբոլիստները եւ ազատ հարված կիրացնի Արտաշես Թովմասյանը կամ կթողնի գնդակը խաղանկերոջ, ոչ խաղարկեց Շեկոյանի հետ։ Շեկոյանը խորքից երկար փոխանցում է կատարում Մխիթարյանին, բավական հաջող փոխանցում էր եւ լավ հնարավորություն կա հիմա Ռեալի համար, եթե արագ գործեին, Պալջանը թողնում է խաղանկերոջը։ Սարգսյան փոխանցում կենտրոն, Սելտան գրոհում է, դեռ չկա հարված, փոխանցում ձախ եզր Սենեքերիմյան, Սարգսյան, նորից Սենեքերիմյան, մնում է գնդակը Սարգսյանի մոտ եւ անկյունային հարվածի իրավունք է վաստակում Սելտան։ Անդրադարձեր Արթուր Ղարիբյանից եւ Սելտայի ֆուտբոլիստները ստանում են անկյունային հարվածի իրավունք։ Խաղարկեցին, հարվածի հնարավորություն կա, Շեկոյանը նորից մտավ պայքարի մեջ, շատ ակտիվ։ Կարողացավ հեռացնել գնդակը, եզրից նետում է Սելտան, խաղը մոտենում է ավարտին, Սելտայի ֆուտբոլիստները շտապում են խփել երկրորդ գնդակը։ Առայժմ այսպես, առաջ են շարժում, փնտրում են տարբերակներ արջևի գծում, Ղարիբյանը ուշադիր է հեռացնում է գնդակը, բայց նորից Սելտայի ֆուտբոլիստներն են։ Ավարտվում է հիմնական ժամանակը, Սելտան շարունակում է զանգվածային գրոհը, Պալջան եւ Թովմասյանը հիմա փրկում է Ռեալին, լավ խաղարկեցին Սելտայի ֆուտբոլիստները, Արման Պալջանն էր մոտ տարածությունից։ Կրնկով հարվածեց մրցակցի դարպասի ուղղությամբ, ուշադիր էր Արտաշես Թովմասյանը, կարողացավ հեռացնել գնդակը եզրից, Սենեքերիմյանի հարվածը չստացվեց եւ Ռեալը կարող է հանգիստ շունչ քաշել առայժմ։ Ղարիբյանը չգիտես ինչու շտապեց, ուղարկեց գնդակը Մխիթարյանին, միգուցե այն հույսով, որ չի հասնի նահանջել Բոքսյանը։ Անձնուրաց են խաղում նաեւ Սելտայի պաշտպանները, իսկ Լուկյանչիկը դառնում է հետտրիկի հեղինակ եւ
Քառորդ եզրափակիչի ուղեգիրը նվիրում է Մադրիդի Ռեալին։ Սա արդեն վերջնական հաղթանակ է։ Մանավանդ որ մրցավարն էլ ազդարարում է։ Հանդիպման ավարտը Ռեալը այս խաղում հաղթում է 3-1 հաշվով, առավելության հասնում նաև ընդհանուր դիմակայությունում նվաճում է քառորդ եզրափակիչի ուղեգիր, իսկ Սելտային մենք մաղթենք հաջողություն այս մրցաշարի հետագա խաղերում, հետագա մրցաշրջանում։ Եվ սպասենք խաղային օրվա վերջին հանդիպման մեկնարկին։